Ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնության անդամների մի մասը բողոքի ակցիա է իրականացնում մայրաքաղաքի կենտրոնում, խորհրդի անդամների մյուս մասն էլ իրազեկման ակցիաներ է անցկացնում հանրապետության մարզերում։ Վանաձորից ոտքով ու երթով խումբը գյուղական բնակավայրերում իրազեկումներ իրականացնելով հասավ Գյումրի։ Թատերական հրապարակից շարժվեցին ու շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով, բնակչությանը տեղեկացնելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են, խնդիրը լուծված չէ եւ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պահանջն էլ կատարված չէ։ Ամսի 1-ից օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մտնում է օրենքի դաշտ, այսինքն ամսի 1-ից ստանում է օրենքի ուժ։ Իրազեկման ակցիաներն ըստ Ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամների կշարունակվեն մինչև հուլիսի 30-ը։ Մարզերի բնակիչներին կոչ են անում, որպեսզի հուլիսի 30-ին մայրաքաղաքում մասնակցեն դեպի Բաղրամյան 26 բողոքի մեծ երթին։ Պահանջելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման չեղարկումը։ Եվ մենք հույս ունենք, որ մարդիկ կհասկանան ինչ է կատարվում, որ մարդիկ կհասկանան, որ իրենց խաբում են, իրենց լղոզված ինֆորմացիա են տրամադրում կապված այդ աուդիտի, ինչ որ սուբսիդավորման եւ այլնի հետ։ Դրա հետ կապված ասեմ, որ մինչ առ այսօր մենք չունենք պաշտոնական հայտարարություն եւ մենք հասկանում ենք, որ իրենց մոդել կանոնություն բանն ասել պետք է տեր կանգնեն, որտեղից բարձ չի։ Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ժողովրդական համախմբում տեղի կունենա, Դավիթ Հովհաննիսյանն արձագանքեց. Խնդիրը սենց է, մենք չունենք մեր դեմ դրած նպատակ ժողովրդին ինչ որ ստիպելով, ինչ որ տարբեր ինչ որ խորամանկություններով տանից հանելու։ Մենք ուղղակի իրազեկվենք, որ կա սենց խնդիր Հայաստանում։ Մենք ուղղակի ժողովրդին փորձում ենք ասել, որ սա վերաբերում է բոլորին։ Կլինի անհատ, կլինի ֆիզիկ իրավաբանական անձ, կլինի ասենք մեծ ընկերություններ, ովքեր արտանում են զբաղվում, սա վերաբերում է բոլորին։